Ցավալի լուր. ավտովթարի հետևանքով զոհվել են Արթմեդ բժշկական կենտրոնի սիրելի բժիշկներ, նյարդաբանության և ընդհանուր թերապիայի բաժանմունքի նյարդաբանության կլինիկայի ղեկավար Աշոտ Քոսյանը և նույն բաժանմունքի բժիշկ Կարինե Սաղաթելյանը, այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։ Կարինե Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, Աշոտ Քոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Զոլեր Սգո սրահում։ Ցավակցում ենք հարազատներին և գործընկերներին, նշենք, որ կոնֆերանսի մասնակցելու համար բժիշկները տաքսիով Գյումրի էին գնալիս եղել և ճանապարհին վթարի են ենթարկվել։ Հիշեցնենք, որ Արծվի թևեր կոչվող վայրում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարից մահացել է Արթմեդ բժշկական կենտրոնի 2 բժիշկ։ Կոտայքի մարզում Արծվի արձանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը նույնպես մահացել է, գրել էր Գագիկ Շամշյանը։ Պարզվել էր, որ հոկտեմբերի 24-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին Արծվի թևերի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդների մահացածի և վիրավորների ինքնությունն էր պարզվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Օփելը վարել է Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Գուրգեն Բ-ն, իսկ Հյունդային վարել է Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սասուն Կ-ն։ Վթարի հետևանքով Օփելի վարորդ Գուրգեն Բ-ն, նրա ուղևոր Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Անահիտ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյան բժշկական կենտրոն, իսկ Հյունդայի ուղևորներ Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Ք-ն, Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Կարինե Ս-ն, իսկ հաջորդ օրը Հյունդայի վարորդ Սասուն Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյան բժշկական կենտրոն, որտեղ Ա. իսկ արդեն ժամեր անց Հյունդայի ուղևոր Կարինե Ս-ն գիտակցության չգալով մահացել են։ Սա իսկապես խորապես ցավալի և հուզիչ դեպք է ոչ միայն ընտանիքների, այլև ամբողջ բժշկական համայնքի համար։ Աշոտ Քոսյանը և Կարինե Սաղաթելյանը ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքներով ու նվիրումով հայտնի բժիշկներ էին, այլև մարդիկ, ովքեր ամեն օր պայքարում էին ուրիշների կյանքի համար։ Եվ ահա կյանքի մի պահում նրանք ինքնին դարձան զոհեր մի խնդրի, որի արմատները մեր հասարակության մեջ վաղուց են խորացել։ Այն հարցը, թե ով է պատասխանատու, չունի միայն մեկ պատասխան։ Ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես տաքսիների մասնակցությամբ, այսօր Հայաստանում դարձել են ցավալի առօրյա։ Երբեմն մեղքը դրվում է վարորդի վրա, երբեմն վատ եղանակային պայմանների կամ տեխնիկական անսարքությունների, սակայն իրականում խնդիրը շատ ավելի խորն է ու համակարգային։ Տաքսիների վարորդների մեծ մասն աշխատում է ծայրահեղ ծանր պայմաններում, օրական 10-ից 12 ժամ անընդմեջ ղեկին։ Նրանք հաճախ քնում են անբավարար, չեն ունենում առողջարար հանգիստ և ստիպված են արագ տեղաշարժվել հնարավորինս շատ պատվեր կատարելու համար։ Այս ամենը բերում է հոգնածության, որը նվազեցնում է ուշադրությունը, դառնալով վթարների հիմնական պատճառներից մեկը։ Ավելացնենք նաև այն փաստը, որ Հայաստանում ճանապարհների որակը, նշանների բացակայությունը կամ անտեսումը, անբավարար լուսավորությունը և անպատժելիության զգացումը ևս նպաստում են նման ողբերգություններին։ Ավտոտրանսպորտային վերահսկողության համակարգը ևս հաճախ ձևական է գործում։ Տաքսի ծառայություններ մատուցող բազմաթիվ վարորդներ չունեն ոչ բավարար փորձ, ոչ էլ պատշաճ վերապատրաստում։ Ոմանք անգամ անտեսում են տարրական անվտանգության կանոնները չկապելով գոտին, արագությունը չկրճատելով կամ հեռախոսով խոսելով, և երբ այդ անպատասխանատվությանը միանում է ճանապարհային վայր պայմաններին, և այս ամենը դառնում է ողբերգություն։ Այս ամենը հիշեցնում է, որ պատասխանատվությունը միայն մեկ անձի կամ մեկ կառույցի վրա դնելն անարդար կլինի։ Պետք է փոխվի մոտեցումը համակարգային մակարդակով։ Պետությունը պետք է խստացնի տաքսի ծառայությունների վերահսկողությունը, ապահովագրական և տեխնիկական ստուգումները, ինչպես նաև վարորդների աշխատանքի ժամերի սահմանափակումը։ Միևնույն ժամանակ հասարակությունը նույնպես պետք է գիտակցի, որ ամեն արագություն, ամեն մի անուշադրություն կարող է վերածվել անդառնալի կորստի։
Այս դեպքը Աշոտ Քոսյանի և Կարինե Սաղաթելյանի մահը կարող է ու պետք է դառնա ահազանգ, այն հիշեցնում է, որ կյանքի արժեքը բարձր է ցանկացած շտապելուց, ցանկացած վաստակելու փորձից, երբ բժիշկները, մարդիկ, ովքեր փրկում են կյանքեր, զոհվում են ճանապարհին պարզապես մեկնելով մասնագիտական առաքելությամբ, դա արդեն ազգային ողբերգություն է։ Թող նրանց հիշատակն ապրի ոչ միայն որպես ցավ, այլև որպես փոփոխության կոչ, որպես հիշեցում, որ անվտանգությունն ու պատասխանատվությունը սկսվում են յուրաքանչյուրիս վարքից, թե ղեկի առաջ, թե ճանապարհի եզրին։ Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ մենք մնացածներս փորձենք վերջապես հասկանալ՝ կյանքն ամենաթանկն է և այն չի կարելի վտանգել անուշադրությամբ կամ անպատասխանատվությամբ։ Աշոտ Քոսյանը և Կարինե Սաղաթելյանը եղել են այն բժիշկները, որոնց անունները հարգանքով էին արտասանվում թե գործընկերների, թե հիվանդների կողմից։ Նրանք ոչ միայն իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ էին տարբերվում, այլև մարդկային վերաբերմունքով, բարի խոսքով, լսելու և հասկանալու կարողությամբ։ Աշոտ Քոսյանն Արթմեդ բժշկական կենտրոնի նյարդաբանության և ընդհանուր թերապիայի բաժանմունքի, ինչպես նաև նյարդաբանության կլինիկայի ղեկավարն էր։ Նա տարիներ շարունակ աշխատել է նվիրվածությամբ, զարգացնելով նյարդաբանական ծառայությունը Հայաստանում։ Նրա անունը կապված էր գիտական, կրթական և բուժական մի շարք կարևոր նախաձեռնությունների հետ։ Քոսյանը ճանաչված մասնագետ էր, ով միշտ ձգտում էր գիտելիքը փոխանցել երիտասարդ բժիշկներին, նրանց մեջ սերմանելով պատասխանատվության և մասնագիտական ազնվության գաղափարը։ Նրա համեստությունը, աշխատանքին նվիրվածությունը և հիվանդի նկատմամբ հոգատար վերաբերմունքը նրան դարձրել էին սիրելի ու հարգված բժիշկ ամբողջ բժշկական համայնքում։ Կարինե Սաղաթելյանը նույնպես աշխատում էր նույն բաժանմունքում որպես նյարդաբան։ Նա առանձնանում էր իր նրբությամբ, ուշադրությամբ և մասնագիտական խորը գիտելիքներով։ Նրա հիվանդները հաճախ պատմում էին, որ Կարինեն ոչ միայն բուժում էր, այլև հոգեբանորեն աջակցում, հասկանալով, որ առողջությունը միայն մարմնի հարց չէ, այլ նաև հոգու։ Նա աշխատում էր մեծ պատասխանատվությամբ, երբեք չէր շտապում, մանրակրկիտ էր յուրաքանչյուր ախտորոշման և բուժման մոտեցման մեջ։ Գործընկերները նրան նկարագրում էին որպես ժպտերես, բարի և նվիրումով լեցուն մասնագետ, ով սիրում էր իր մասնագիտությունը և մարդկանց։ Երկուսն էլ, Աշոտ Քոսյանն ու Կարինե Սաղաթելյանը, հանդիսանում էին այն սերնդի բժիշկներից, ովքեր բժշկությունը ընկալում էին ոչ թե որպես աշխատանք, այլ որպես առաքելություն։ Նրանք իրենց կյանքը նվիրել էին ուրիշների կյանքեր փրկելուն, իսկ հիմա ցավալիորեն իրենց կյանքը կորցրին հենց այդ ճանապարհին դեպի մասնագիտական պարտականությունները։ Նրանց կորուստն անդառնալի է, նրանց բացակայությունը զգալու են ոչ միայն հարազատները, այլև այն բոլոր հիվանդները, ում նրանք բուժել էին, այն ուսանողները, ում նրանք սովորեցրել էին, և այն գործընկերները, ովքեր նրանց կողքին աշխատել են տարիներ շարունակ։ Թող Աշոտ Քոսյանի և Կարինե Սաղաթելյանի հիշատակը հավերժ մնա մարդկանց սրտերում որպես նվիրվածության, մասնագիտական ազնվության և մարդկայնության խորհրդանիշ։ Նրանք ապրեցին այնպես, ինչպես ապրում են իսկական բժիշկները՝ ուրիշների ցավը կիսելով, ուրիշների կյանքը փրկելով։ Թող հանգչեն խաղաղությամբ։